Մոլդովան դարեր շարունակ հայտնի է եղել իր գինիներով եւ գինու արտադրությամբ։ Խորհրդային տարիներից հետո այստեղ կտրուկ բարձրացել է գինու որակը։ Մոլդովան այսօր գինի է առաքում աշխարհի մեծաթիվ երկրներ, սակայն Ռուսաստանն անցյալ ամիս շատ հանկարծ արգելեց մոլդովական բոլոր գինիների ներկրումը։ Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է շատ լարված եւ զայրացած ասում, ոչ Ֆրանսիան, ոչ էլ Իտալիան թույլ չեն տա, որ որևէ մեկ շիշ գինի Մոլդովայից մուտք գործի իրենց երկրներ եւ մոլդովացիները ստիպված գետն են թափելու իրենց գինին։ Իսկ ինչու է լարված եւ զայրացած, քանի որ Մոլդովան Ուկրաինայի եւ Վրաստանի պես ցանկանում է շրջանցել Պուտինի պարտադրած մաքսային միությանը եւ միանալ Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրին, երբ Մոսկվան ու Բրյուսելը Արևելյան Եվրոպայի համար սկսել են ուրույն ու լուռ մի պատերազմ։ Մոլդովայի ամենամեծ կուսակցությունը, կոմունիստական կուսակցությունն անցյալ ամիս հրաժարվեց Եվրոպական միությանը մերձենալու իր նախկին դիրքորոշումից եւ բռնեց մոսկովյան դիրքեր, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Ռոգոզինը սպառնում է այս ձմռան ընթացքում անջատել դեպի Մոլդովա գնացող գազը եւ Ռուսաստանից արտաքսել մոլդովացի ներգաղթյալ աշխատավորներին։ Էլ-ուր պիտի նրանք կարողանան աշխատանք գտնել, հեգնանքով ասել է Ռոգոզինը։ Բացի այդ, հանդես է եկել հայտնի սպառնալիքով ու ասել, որ Մոլդովան կարող է վերջնականապես հրաժեշտ տալ Մերձդնեստրին, եթե շարունակի շարժվել դեպի Եվրոպա։ Այսպիսով Եվրամիությանը մերձենալու ցանկությունը մեծ է բոլորի մոտ, սակայն փոքր հնարավորությունները։ Ու ինչպես նաև իրենք մոլդովացիներն են իրենց հայտնի գինին խմելիս ասում, խմենք ցանկությունների եւ հնարավորությունների կենացը։ Արդյոք Վիլնյուսում եկող ամիս Եվրամիությանը միանալու ուղու վրա կարևոր ու դժվար քայլը կիրականացնեն նախկին խորհրդային 3 հանրապետությունները, թե այլոց նման կխմեն միայն հնարավորությունների կենացը, հրաժարվելով ցանկություններից։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։